Ընկերուհի Լիլիթ Քալստյան, գոյթաբյուրոյի անդամ, ընկեր Դարոն Տեր-Խաչատուրյան, գոյթաբյուրոյի անդամ, ընկեր Դարոն Մադելյան, գոյթարևնյան Ամերիկայի Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ անդամներ, Տերաշնորհ Տեր-Կևամ Խաչարյան, Արևմտյան Ամերիկայի թեմիս առաջնորդ, Արիավադիվ Հայր Հարցեր եպիսկոպոս Բաղդասարյան, օգնական եպիսկոպոս Հայ կաթողիկ համայնքի Ամերիկայի եւ Կանադայի մեջ, Ռամդաբար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամներ դոկտոր Ռաֆի Բալյան եւ Գևորգ Գրիգորյան, Ասկային կենտրոնական վարչության անդամներ Գայձակ Սետյան, Ռոստոմ Անտավլյան, Հրաչ Հակոբյան եւ Ասկային վարչության անդամներ, Հայ տանի միացյալ նահանգներու խորհրդի անդամներ Հայդադի Մենջան, Զամկո Արմենյան եւ Արևմտյան Ամերիկայի Ադենաբեդ Օշին Հարթունյան, Հայ օգնության միության կենտրոնական վարչության Ադենավեդուհի Արուս Մենտոնյան, ներկայացուցիչ եւ անդամներ, Համասկային կենտրոնական վարչության անդամ Տիգրան Բաբիկյան եւ շրջանային վարչության ներկայացուցիչներ, Հոմեկմենի կենտրոնական վարչության անդամ Մեհեր Թավիթյան եւ շրջանային վարչության ներկայացուցիչներ, Congresswoman Laura Friedman, Assemblymember John Harabedian, Chair of the Armenian Caucus, Assemblymember Mike Gibson, Glendale City Council Member Ardi Kasakyan, Glendale City Council Member Dan Rothman, LA City Council Member Hugo Soto Martinez, Burbank City Mayor Kamala Takahasi, Burbank City Council Member Anthony Constantine, Pasadena City Council Member Rick Cole, and famous Armenian filmmaker Artsakhtsi director Jivan Avedisyan. Սիրելի հյուրեր, ընկերներ, ընկերուհիներ, dear guests. Այս երեկո համախմբված ենք մեծարելու շարժումը, որ 135 տարիներու ժառանգություն ունի։ 135 տարին բարձրապես ժամանակ չէ, այլ զոհողություն, բայկար եւ անսասան նվիրում մեր ազգին ու հայրենիքին։ Ազգը, որ ցեղասպանվեցավ, անկախացավ, խորհրդայնացավ, ըմբոստացավ, բայկարեցավ, հաջողեցավ ու ծափեղվեցավ, բայց բնավ չանցնվեցավ։ Հոյիտանի մի ժամանակի անհրաժեշտերեն զնունց արավ։ Անարտարությունը դավարտելու, թիմակցությունը դասմագերբելու եւ հայ ժողովրդի իրավունքները, արժանապատվությունը եւ ավական պաշտպանելու համար։ Առաջին իսկորեն անըմբռնեց ճշմարտությունը, որ այսօր ավելի քան երբեք հրադապ ու վավերական է։ Առանց արժանապատվության եւ առանց անվտանգության քոյադևումը հաղթանակ չէ եւ ոչ ալ կարելի է։ 135 տարի շարունակ լոկ քաղաքական կուսակցությունը շատ ավելին եղավ հոյիթան։ Անձարայության դպրոց դարձավ։ Սերունդներ գերդեց ոչ միայն ժառանգության հայ ելալու, այլ բարդականության գիտակցությամբ ու ազգին համար գործող, զոհվող, աշխատող հայ ելալու։ Երբ մենք ծրված էինք, հոյիթան գազմագերբեց։ Երբ պետազուրկ էինք, անկախություն գերդեց։ Երբ հալածված ու ստրկացման եզրին էինք, անթիմադրեց եւ մերժեց այն սուդը, թե հայը պետք է ընդելանա անարդարության կամ համագերբվի աշխարհական ախորժակներում ու ազատության ու անկախության նշացողը իջեցնեն։ Այս երեկո նաեւ արդարորեն կմեծարենք այն բոլոր նվիրյալները, որոնք այս առաքելությունը ստանձնեցին։ Իրենց կյանքերը նվիրելով բոլոր անոնք, որ հայրենի հողն ու սահմանները պաշտպանեցին։ Սպիրտի մեր համայնքները գազմագերբեցին ու գերտեցին։ Մեր քաղաքական ու խաղապարական գիտակցությունը ձևավորեցին։ Եվ չափ բարձրացուցին այն բահերում, երբ հույսն ու լույսը հերու վեր մեզ մեն։ Անոնց աշխատանքը խորհրդանշանական չէր, այլ հաստատուն հիմքը, որում վրա այսօր կանգնած ենք բոլորս։ Բայց պետք է հստակել, մենք միայն անցյալը դոնելու համար չենք հավաքված։
Հողիտան պատմության էջերու մեջ պատված չէ։ Աններգա է համահայկական ու համաշխարհային մասշտաբով Հայաստանի խորհրդարանեն մինչև սպիրտյան հերավոր ափեր կախտած մեր ժողովրդին ամենօրյա կյանքին մեջ։ Մեր արակելությունը ավարտած չէ։ Եթե ավարտածը լար Արցախը այսօր բռնակրաված ու հայատապված չէր լար։ Եթե ավարտածը լար հայկերիները Ադրբեջանի զնդաններու մեջ չէին բաղել։ Եթե ավարտածը լար մեր սահմանները վտանգված չէին լար։ Եվ մեր ազգային արժանապատվությունը պրագմատիզմի պատրվագին դար բանակցության արարդաչերը լար։ Հոյտան միշտ մերջած է իրավաշխության թիմակով ներկայացված վախի քաղաքականությունը, գարչ հիշողությունը և անսանդրությունը։ Այսօրվա մարտահրավերները տարբեր են, բազմաջադատ ու հազանգային։ Բայկարի թաշտը այսօր ռազմի թաշտ չէ միայն, այլ դիվանագիտություն, դեղատվական ոլորտ, տնտեսություն, օրենք, ջարդարագիտություն, համաշխարհային ազդեցություն։ Ընկերային ցայները մեր սահմանները չեն գրնար պաշտպանել։ Հիշողությունը առանց գործի ու բայկարի արդարություն չի վերականգնել։ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատահմամբ 135 տարի չապրեցավ։ Անապրեցավ, որովհետև ծերունդներ շարունակ ըմբռնեցին ու համոզվեցան, որ այս գործը չի վերջանար, երբ կդժվարանա։ Ընդհանրապես, ճիշտ այդ պահում կսկսի։ Մեր գործը ավարտած չէ, մեր պատասխանատվությունը ավարտած չէ, մեր թազը չէ պատված։ So now I say again, we are not only here to celebrate history. The ARF is not confined to the pages of a book. It is present in our centers, schools, and churches, and in the daily work of our people. Our mission is not complete. If it were complete, Artsakh would not be under occupation. If it were complete, Armenian prisoners would not be held in the dungeons of Azerbaijan. If it were complete, our borders would not be threatened and our national dignity negotiated away in the name of so-called pragmatism. The ARF has always rejected the politics of fear, short memory, and surrender disguised as realism. Leadership is not meant to manage decline. It is meant to organize, strengthen, and build a stronger future. That is why this anniversary is a checkpoint, a moment of reflection, accountability. We must ask ourselves plainly, what is it that we are prepared to do to safeguard our nation? What will it take? What will make a difference is organization, strategy, discipline, unity of purpose, the principles that have defined the ARF from its founding. The ARF's strength has never been perfection. It has been commitment to long-term struggle, institutional continuity, principled leadership, and national interests, even when the cost is personal. We must speak honestly to the next generation. The ARF is not a museum. It is a living movement that needs new leaders and organizers in every arena. To our youth, this is not just history, this is your responsibility. You are not inheriting a social network, you are inheriting a cause. And as long as the Armenian rights are denied and Armenian security is threatened, the ARF's mission remains not only relevant, but essential. May we be worthy of a legacy we celebrate tonight. May we be disciplined in our servants. May we be united in our purpose. And may we prove through our actions that 135 years was not the peak, but the foundation for what is still to come. Խոսքս կավարտեմ զորավար տրոյի բարերով։ Եվ մենք այսօր հարդարանում ենք, քանի բռնության դակ է մեր հայրենիքը, Հայաստանը, քանի մեր հողերը բռնակրաված են, հայ հեղափոխական դաշնակցությունը ունի իր պայքարը, եւ դաշնակցության զավակները իբրև հայ ժողովրդի հարազատ զավակներ, մի շարունակեն այդ պայքարը, արյունով կլինի, կրճով կլինի, մինչև հայ հավաքվի իր քույնի մեջ,
Հայը հային Ղարաբաղի, ոչ անգլիացին, ոչ ամերիկացին, ոչ ռուսը, ոչ թուրքը։ Հայը լինի իր երկրի դերը, հայը լինի իր ազատության դերը։ Շնորհակալություն։